Ասելիքս հետևյալն է, որ մենք հասարակությունը հայը ինչու այսօր այս պահին այս վիճակին ինքը կտրվել է ճշմարտությունից։ Իսկ որն է ճշմարտությունը, ճշմարտությունը դա հետևյալն է, որ հասարակությունը տեղեկացված չի, թե ինչ ասում Աստված եւ ինչ է կատարվում մեր եկեղեցում։ Որովհետեւ ես որպես հասարակ մարդ գիտեմ, որ մի տոկոսն է գալի եկեղեցի, այսինքն նրանք չգիտեն ինչ ասում նույնիսկ մեր եկեղեցին։ Բայց մեր եկեղեցին ի տարբերություն աղանդավորների, որոնք ինչպես են առաջնորդվում, բռնում են մարդու միտքի թելը ու գցում են իր հետևից։ Ինչ վատ բան անի, ասեն նախկիներն են մեղավոր։ Այսինքն մի ճշմարտությունով մեզ բռնել է ու ուզում է ինչ անի մեզ, տանի դեպի անդունդ։ Ինչ անում է դրա մեջ ժողովուրդը մի լավ բան ուզում են տեսնեն։ Ճիշտ է։ Իրանք նման կերպ են առաջնորդվում։ Մենք պետք է հետևենք ինչ ասում է եկեղեցին, երկու խոսքը մեր բոլոր ժողովրդին բավարար է, որպեսզի ճշմարտությունը հասկանա։ Հետևյալում է այդ երկու խոսքը, որ մենք բոլորս մեղավորներ ենք, ոնց որ Սրբազանն ասում Լենինականի, բայց մի րոպե, կներեք, էլ ավարտեմ, բայց ես որպես հոգևորական ավելի մեղավոր եմ, բայց ես այսքան վատ բան ասած կամ, ինչ որ վատ խորհուրդ տված կամ ես իմ եկեղեցին տենում եք փառք ասում եմ, եկեղեցիներով երկու տղա իրար չեմ փսակում։ Մի հատ էլ երեխա որդը գրեն։ Փառք ասու, եկեք մի ջավակենք բոլորիս մեղքը ինչ որ մեկի ձեռը տանք, եկեք միավորվենք, գիտակցելով ես համոզված եմ, ազգի 99% ես ճանաչելով հայ ազգին եմ ասում, կհամախմբի, որտեղ մենք ճշմարտություն ենք ասում։ Աղանդավորներն եկան թուլությունը մցրին մեր հավատքի մեջ, դրա համար են մարդիկ քաշում ասեն մենք հավատում ենք Աստծուն։ Որ մեկն է նորմալ հավատում ասում, ոչ մեկ թերի։ Դուք տեղյակ եք Հայաստանում քանի հազար աղանդավոր կա։ Ես տեղյակ եմ նաև, որ Աստված կարող է արթնացնել մարդկությանը։ Եթե մենք ինչ անում ենք ճշմարտության իման վրա լինի, այո, տեղյակ եմ, քաշ տեղյակ եմ, դրա համար աղանդավորներին եմ ցույց անում։ Բայց այնինչ մեր Աստված ասում է հանուն սրբությունների զոհաբերի նույնիսկ կյանքդ։ Տեսեք, այդքան հազարավոր աղանդավորներ կան։ Բոլորս։ Ուզում եք նշեմ խի բոլորս։ Մեղավոր ես։ Այնքան մեղավոր ես, որ ժպիտ եկավ դեմքիդ, այդքան մեղավոր ես։ Եթե բոլորիս մորթենք, կմորթվենք։ Դուք գրողը եկեղեցի։ Իսկ հայ ազգը, ես իմ թաղով վերցեմ, իմ գյուղով, մասշտաբով, բոլորն էլ սիրում են իրանց երկիրը, այդպես տղա չկա չսիրի իր երկիրը։ Մի տրվեք ինչ-որ մի հատ եշակ գիտեմ փիլիսոփայական։ Հիմա սատանան այդքան վախենալու չի, ինչքան իր անունը։ Ո՞վ է նա։ Այս գրոհի կասեցումը դուք ինչպես եք պատկերացնում եկեղեցու դեմ, ինչ ճանապարհով։ Ես դες ասեցի մարդկանց ճշմարտությունը փոխանցելով, որը կարան յուրաքանչյուրս լինել։ Այսօրվա մեր ուղղակնացած պլանը։ Եկեղեցում լինելու է ժամերգություն,